Ժամանակին 2005 թվականին Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում մի հարց քննարկվեց, ուրեմն Իլհամ Ալիևը եղել էր Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը Ստրասբուրգում եւ նա մի քանի հարցեր այնտեղ հարցի հետ կապված հայտեր ներկայացրել, մեկը Լեռնային Ղարաբաղի հետ էր կապված կարգավիճակի, որի մասին հայտնի է, մյուսը փախստականների հարցը կոչվում էր Ադրբեջանի փախստականների խնդիրը։ Ժամանակին մի շարք քայլերի արդյունքում նախ փոխվեց վերնագիրը, փախստականների խնդիրը ձևակերպվեց որպես Հարավային Կովկասում փախստականների խնդիր, այսինքն հայ փախստականների, վրացի, աբխազ եւ այլն։ Որովհետեւ այդ ամենը նաեւ ուներ ընդհանուր ենթատեքստ։ Սա մեկ։ Երկրորդ ներկայացվեց մի զեկույց Լատվիայի պատգամավորներից մեկը Բորիս Ցիլևիչը ներկայացրեց, որտեղ դահլիճում ներկայացվեց եւ բանում էլ զեկույցում էլ արձանագրվեց, որ Ադրբեջանում կա 8604 փախստական ադրբեջանցի ընդամենը։ Ընդ որում են տեղահանված անձանց հարցը առանձնացվեց այն հարակից շրջանների եւ այլն։ Եվ ադրբեջանցիները հայտնվեցին ծիծաղելի իրավիճակում, երբ անընդհատ խոսում էին 1 միլիոն փախստականի մասին, հետո պարզվեց, որ այդտեղ կա ընդամենը 8604 փախստական, ընդ որում Ալիևը իրենց շնորհել էր Ադրբեջանի քաղաքացիություն։ Սա նույնպես նպաստեց, որ թիվը դառնա 8604։